Պարոն Ալեքսանյան, Տիկին Մանավազյանը ասաց, որ դեռ վերջնական որոշում չուներ Արամ Բարթևանյանին փոխոսնակի պաշտոնում ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ։ Ինձ հետաքրքրում է ինչը կպայմանավորվի ձեր որոշումը ընտրելու օրինակ եւ չընտրելուն արդյոք կարող է պայմանավորված լինել նրանով, որ ուժեղ Հայաստանը փոխոսնակի ձեր տեխնացուներին, այդ ձեր տեխնացությանը ըստ հայտարարությունների համենայն դեպս Շնորհակալություն, ոչ հաստատ դրանով պայմանավորված չի կարող լինել, որտեվ դա ինչ-որ մանր քինախնդրության նման մի բան կլինի, որպես այդպեսին մենք շատ ավելի բարձր ենք դրանից, կորոշվի քննարկման արդյունքներով, նաև խմբակցությունը որոշում կկայացնի եւ խմբակցության ղեկավարը դրա մասին կհայտարարի նաև կայացված որոշման դրդապատճառների մասին։ Այսինքն ինչով է պայմանավորված, ես հստակեցնեմ էլի հարցը, ինչով է ուղղորդվել։ Մանավազյանն ասում է հարցերին օրինակ ավելի հստակ չի պատասխանում, կամ ինչ-որ բան եք ակնկալում, որ նա պետք է ասի, բայց չի ասում։ Կոնկրետ ինչ եք ակնկալում Բարթևանյանից, որը կապորոշի ձեր կողմ քվեարկությունը։ Եվ եթե կողմ քվեարկ եք արդյոք ամբողջ խմբակցությամբ, թե այնքան ձայներ, ինչքան պակասում օրինակ գժեցությանը։ Արգելի Ռուզաննա, դուք հիմա տալիս եք ինձ հարցեր, որոնք ճիշտ կլինի տալ մեր վերջնական որոշումը կայացնելուց հետո։ Այսինքն, երբ որ մենք մեր վերջնական որոշումը կայացնենք, կներկայացնենք թե այդ որոշումը, թե այդ որոշման պատճառները որպես այդպիսի։ Ու նաև կհայտնենք քվեարկության ձևաչափը, եթե կողմը ինչպես է կողմ եւ եթե դեմը ինչպես է դեմ, ինչ չափորով, ինչ չափերով եւ մնացածով, ինչ քվեների, ինչ քանակներով։ Խնդրեմ, պարոն Կիրակոսյան։ Պարոն Ալեքսանյան, ի վերջո ձեր եւ խմբակցության մյուս անդամների համար բարձ եղավ բարեկային ծառայությունը ուղեկցում էր պարոն Կոնջորյանի եղբորը, պարոն Նավիթ Կոնջորյանին թե ոչ, եթե ոչ չէր ուղեկցում, ապա դա ինչա պատահականություն է եղել, որ իրենք միաժամանակ եղել են մարդու տանոց, որին ըստ ինչպես հայտարարել են մյուս քվական կողմը Նավիթ Կոնջորյանը հայրանքներ էր հնչեցրել։ Այստեղ ամեն ինչ ձեզ համար բարձր է, ոչ, եթե այո, խնդրեմ հասարակության հետ խնդրեք, որովհետև մինչև հիմա տպավորությունն այնպեսին է, որ բարեկային ծառայությունը ուղեկցում էր, որ պարոն Կոնջորյանի եղբայրը կարողանա ազատորեն սեռական բնույթի հայրանքներ։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Կիրակոսյան, բայց հենց դրա համար, որ տարատեսակ տպավորություններ չլինեն, կա հարուցված քրեական վարույթ, որի շրջանակներում կլինեն պատասխաններ։ Եվ ձեր նշած հարցը միանշանակ կստանա իր պատասխանը, որպեսզի մենք այստեղ գուշակություններով չզբաղվենք, այսինքն չմտածենք դա պատահականություն էր արդյոք, որովհետև լինում է իրականում, որ մեքենա է վարում, հետևից բարեկային ծառայության մեքենա է գնում։ Լինում է նաև, որ բարեկային ծառայության մեքենան ուղեկցում է, որպեսզի մենք այստեղ կներեք։ Ես օրինակ այս վերջերս Զեյթունում եմ ապրում, եթե չգիտեք, անցնում էի պարոն Կարապետյանի մեծ տան մոտով, հետևից այնպես էր ստացվել, բարեկային ծառայության մեքենա էր, ազդանշաններ լսեցի, աչք քաշեցի, անցավ, գնաց ինչ-որ իր ծառայական գործերով առաջ էր գնում։ Դες լինում է, պարոն Կիրակոսյան, բայց չեմ պնդում, որ սա այդ դեպքն է ու այդ բան պնդելու ոչ իրավասություն ունեմ, ոչ ինչ-որ մի բան, պարոն Կիրակոսյան, կա քրեական վարույթ, որի ընթացքում ձեր նշած հարցերի պատասխանները կտրվեն, որպեսզի մենք այստեղ գուշակություններով չզբաղվենք։ Մեկ ճշտող հարց, այսինքն կուսակցության համար այդ հարցը դեռ բարձ չի, պատասխանը բարձ չի։ Դե կուսակցությունը առանձին քննչական ծառայություն չունի, որի եզրակացության հիման վրա էթիկայի հանձնաժողովը էթիկայի հանձնաժողով, բայց երբ որ կա քրեական վարույթ, այդ քրեական վարույթը բնականաբար առաջնային նույնիսկ ազգային ժողովի քննիչ հանձնաժողովները, երբ որ գալիս հասնում են մի հարցի, որը որ քրեական վարույթի շրջանակներում է, այդ հարցը շրջանցում են միջև քրեական վարույթը կստանա իր պատասխանները, խնդրեմ Սիվիկեն։ Շնորհակալություն, պարոն Ալեքսանյան, շնորհակալություն եմ ձեզ ազգային ժողովի եւ հարցերս ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների տեխնատության շուրջ քննարկում եղել են դիմության հետ ոչ, որ հանձնաժողովային նախապարտություն տվել, սա հարցն է եւ հարց 2, պարոն Ալեքսանյան, ինչ դուք խորհրդարանում ոչ ֆորմալ մակարդակում համենայն սպառմանավորությունների մակարդակում կառավարող ուժը եւ խորհրդարանական միությունը պայմանավորում են կորեկտության սահմաններում, բարեկրթության սահմաններում մանավիճելու եւ կառուցողական դաշտում աշխատել, ուժեղ Հայաստան խմբակցության համանուն կուսակցության լիդերը իր լավական նիստից առաջ խոսում է իշխանապողության մասին, կորտինատականներ է տալիս կառավարող ուժին եւ ասում է, որ այս կարծր մեքենան քանդելու օրակարգը դեռևս ակտուալ է եւ ավելին պետք է
երազենք, որ ինքը մնա դիմադիր դաշտում եւ առաջնորդի դիմադիր շարժումը, ձեր գնահատականն է պարոն Կարապետյանի այս հայտարարությանը դիսոնանս չկա խորհրդարանական խմբակցության բարեկի պահվածքի, կեցվածքի խաղի կանոններ ընդունելու եւ այդ խմբակցության կուսակցության լիդերի ասացի միջև շնորհակալություն։ Դե դիսոնանս իհարկե կա, բայց նախ եւ առաջ շատ մի ճիշտ արտահայտություն մեջ բերեցիք, որ կերազեն ու դա իդեպ ուղղված էր ոչ թե մեզ ակնհայտորեն, այլ ժողովրդին, ընդդիմադիր տրամադրված ժողովրդին եւ մնացածին ասել է, որ կերազեք, պիտի երազեք, որ ես մնամ, ես չգիտեմ, թող մեր ընդդիմադիր քաղաքացիները գնահատական տան, բայց իմ կարծիքով ոչ մի, այդ թվում եւ ես, եւ մյուսները քաղաքական գործիչ արժանի չի նրան, սիրելի քաղաքացիներ, որ դուք երազեք, որպեսի ինքը մնա։ Ինչ ասում։ Եվ, բայց չէ, կներեք, պարոն Կիրակոսյան, ասել է, որ պետքա մեզ ընտրեք, կամ լավ կլինի, որ մեզ ընտրեք, կամ ճիշտը մեզ ընտրելն է լրիվ ուրիշ բան է, բայց ասել է, որ պետքա երազեք, օրինակ ես ուզում եմ պատկերացնել են քաղաքացուն, որը նստած երազում է, որ Սամվել Կարապետյանը մնա։ Այդ քաղաքացուն ուզում եմ, չէ, երազում է, ոչ թե քվեարկել է կընտրակաշարքով կամ առանց, այլ հենց երազում է, օրինակ այդ ինչ երազ է, ինչպես է երազում, այսպես անրջում է, ինչ է տեղի ունենում, թախծոտ դեմքով է երազում, ուրախ դեմքով է երազում, այդ երազելու process-ը, մասնավորապես դրա մեխանիկան, ինչպես է տեղի ունենում։ Ես կարծում եմ դա անհարգալից խոսք է ուղղված ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ եւ ես որպես ազգային ժողովի արդեն փոխնախագահ նաեւ ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին ու թույլ տվեք ասել, որ անթույլատրելի են նման ձևակերպումներից։ Ինչ վերաբերում է նրա արտահայտած մյուս նաեւ վիրավորական արտահայտություններին, հորդորում եմ նման արտահայտություններ չանել, որովհետեւ վստահ չեմ, որ եթե պոլեմիկան տեղափոխվի այդ դաշտ, դրանից ուժեղ Հայաստանը կամ այդ ուժի առաջնորդը կշահի։ Հիշեցնում եմ, որ կար մի երկու ուրիշ քաղաքական ուժեր, որոնք մտան այդ դաշտ, արդյունքը կարծում եմ նրանց համար այդքան էլ գոհացուցիչ չէր։ Խնդրեմ։ Հանձնաժողովը բնականաբար չի եղել ոչ մի քննարկում, ամեն ինչ տեղի կունենա նիստերի դահլիճում, այդ ընտրությունը մենք կընտրենք, ընդդիմությունը կընտրի, մնացածը արդեն։ Խնդրեմ, Նյուզեեմ։ Երեկվա միջադեպից հետո հիմա եւ դուք եւ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներ ասում են հարցը փակված է, միջադեպը կողմերը հաստորեն եկել են ինչ-որ համագործակցության։ Այսինքն ինչ համագործակցություն դուք քննարկել եք դրանից հետո, որ իրար հետ այլևս նման խնդիրներ չեք առաջացնելու, շուրջերուտներ, ուրեմն հասկանալ ինչ համագործակցության մասին։ Համագործակցության, չգիտեմ ինչ մաս, ինչ համագործակցություն բառը, չէ, ինչ որ տեղի ունեցել ազգային ժողովի դահլիճում, երբ որ ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը խոսել է եւ իր ելույթով ասել է, որ այո, հարցը դրանից հետո չի քննարկվել, այն ինչ եղել է, նորից եմ ասում, եղել է ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Խնդրեմ։ Դե տեսնենք, ես ինչ գործ ունեմ ընդդիմադիրների համախմբումը մեկնաբանեմ, առնվազն մինչ այս պահ ինչ տեսնում, նույնիսկ Հայաստան դաշինքի ներսում համատարած համախմբում չկա, որքան հասկանում եմ Հայաստան դաշինքի տարբեր թևեր ու տարբեր ներկայացուցիչներ իրար հետ ինչ-որ հակամարտություն ունեն։ Աղվան Վարդանյանի մասնավորապես հետ կապված, որքան տեսնում եմ ինչ-որ կրքերը չեն հանդարտվում, առնվազն մնացած կտեսնենք էլի, մի հատ ինձ թվում է պետք է այդ խմբակցությունները նախ եւ առաջ իրանք իրար ներսով մի հատ համախմբվեն, հետո մնացածը արդեն տեսնենք, խնդրեմ։ Քանի որ հենց իշխանությունը բարեբախտության կանոնները օրակարգվել է, բայց երեկվա միջադեպը ցույց տվեց, որ եթե անհրաժեշտությունը կա, օրինակ իշխանությունը կարող է լարվածություն ստեղծել ազգային ժողովում։ Հիմա դուք ճիշտ եմ հասկանում, որ չեք բացառում, որ հնարավոր է այդ օրակարգից շեղվել, նկատի ունեմ բարեբախտության օրակարգից շեղվել եւ անցնեք օրինակ ինչպես գումարման խորհրդարանում եղավ, գործը նույնիսկ խոսքը անցնի արդեն ձեռքի ուժին։ Նախ ես համաձայն չեմ ձեր տված գնահատականի հետ, որ իշխանությունը դուրս եկավ
օրակարգից բարեկրթության, ես կարծում եմ, որ դրանից դուրս եկավ նախ եւ առաջ պարոն Կարապետյանը, այն ինչ տեղի ունեցավ ազգային ժողովի դահլիճում, հայլայնացում էր, Առաջինը Տարոն Չախոյանի ելույթներ։ ում էր ցիտում Տարոն Չախոյանը։ Ում էր ցիտում Տարոն Չախոյանը, կհիշ։ Ամենևս բարեկարգության վերաբերյալ այդ առաջարկությունը հնչել է ազգային ժողովի։ Հա, եւ ազգային ժողովի ուժերի ներկայացուցիչները եւ լիդերները այդ թվում պետք է ինձ մոտ դրան բանան էին, բայց այնուամենայնիվ ինչևէ այդ միջադեպը հարթված է, բայց եթե ձեր ասածն է, որ կարելի է մեզ վիրավորել ու մենք պետքա նույնիսկ մեզ վիրավորելու շրջանակներում, երբ որ մեզ վիրավորում են, մենք շարունակենք մնալ բարեկիրթ, ոչ մենք չենք շարունակել մնալ բարեկիրթ, երբ որ մեզ վիրավորեն։ Եթե ձեր ասածն է, որ մենք պետքա շարունակենք մնալ հեզ եւ բարեկիրթ, երբ որ մեզ հարվածում են, ոչ մենք չենք մնալու հեզ եւ բարեկիրթ այն ընթացքում, երբ որ մեզ հարվածում են։ Ես ասում եմ, մեր նկատմամբ կցուցաբերեն հարգանք, կստանան տասնապատիկ ավելի շատ հարգանք։ Մեր նկատմամբ կցուցաբերեն անհարգալից վերաբերմունք, կստանան շատ ավելի շատ անհարգալից վերաբերմունք, իսկ հիմա շատ բարձ կանոն է, որը պահելը չափազանց հեշտ է եւ որի պայմանները առավել քան հստակ են, խնդրում հարց չտված գործընկերներից եթե կան, խնդրեմ, այս նորից կանք ես։ Անna Ալեքսանդրյան հարցը վերաբերում մշտական հանձնաժողովներին եւ նախաճաշների տեխնացուներին, ես եթե ճիշտ հասկացա ձեր խոսքից, եթե ոչ չմտածել, այսինքն որ ասում եք ամեն ինչ որոշվելու է ազգային ժողովի դահլիճում։ Նկատի ունեք, որ դուք նախորդ վարչությունում ընտրված տեխնացուներին բոլոր 12-ին ներկայացնելու եք հանձնաժողովների նախագահների տեխնացուներ, տեխնացուները ներկայացնելու, թե այնուհանդերձ միության ներկայացուցիչների հետ կգաք համաձայնության եւ կբաշխեք, այսպես ասած, թե որ հանձնաժողովի նախագահի պաշտոնին ընդդիմությունից թե իշխանությունից։ Չէ, դուք ինձ մոտ չեք հիշում, թե նախորդ գումարման խորհրդարանում դա ոնց է տեղի ունեցել, իդեպ պատմության մեջ առաջին անգամ, որտեղ միջև այդ այո, պրակտիկա կար, որ պայմանավորվում էին քաղաքական ուժերը, ինչը իդեպ այդքան վատ բան չէ, էլի, սա ինչ որ բանով չեմ ասում, արգահատանքով չեմ ասում, պրակտիկա կար, որ ուժերը պայմանավորվում, իսկ նախորդ գումարման ընթացքում Դոնթի բանաձևով, ինչպես առաջին երկու հանձնաժողովը ընտրում է քաղաքացիական պայմանագիրը։ Մեկ հանձնաժողով, հետո ընտրում է ուժեղ Հայաստանը, հետո էլի երկու հատ քաղաքացիական պայմանագիր ու հետո արդեն չեմ հիշում, թե կոնկրետ ոնց էր այդ թվաբանությունը, բանաձևը ոնց կա, այդ հերթականությամբ ընտրում են։ Հետո ամեն խմբակցություն իր ընտրած հանձնաժողովներով, որոնք որ ընտրել է, առաջադրում է հանձնաժողովի նախագահի տեխնացու։ Պայմանավորվածությունների ճանապարհով չեք։ Չէ, պայմանավորվածությունների ճանապարհով չեն գնացել եւ այդ չգնալու դեպքում էլ էլի շատ նորմալ քաղաքակիրթ process կա, էլի։ Հա, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ, ամենայն հավանականությամբ ամեն ինչ այդ հունով էլ գնալու է, պարոն Կիրակոսյան, խնդրեմ։ Եվ ներողություն դժտողած, այսինքն եթե իրենք ընտրեն, դուք ձեր տեխնացուներին այլևս չեք առաջադրել։ Չէ, եթե իրանք են ընտրում, էլ մենք չենք կարող առաջադրել, որտեղ Դոնթի բանաձևով դա արդեն իրենցն է։ Խնդրեմ։ Պարոն Ալեքսանդրյան, խնդրեմ ասեք կոնկրետ ոչ թվականին եւ ինչ միջադեպի շրջանակներում է Հայաստան խմբակցության պատգամավորություն Քոչարյանը իր անձնական խնդիրները լուծելու համար ներգրավել ՀԱԾ Ալֆա Ջոկարին։ Պարոն Կիրակոսյան, ձեր հարցին պատասխանել չեմ կարող։ Չունեք տեղեկություն։ Չէ, չեմ կարող պատասխանել ձեր հարցին։ Չունեք տեղեկություն։ Ինչու չեք կարող։ Չեմ կարող պատասխանել ձեր հարցին, պարոն Կիրակոսյան։ Որովհետև այդ աստիճան մանրամասներին չեմ տիրապետում։ Ինչպես օրինակ չեմ տիրապետում ամենատարբեր մանրամասներ։ Հիշում եմ, օրինակ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին լրագրողներից մեկին առևանգել էին, ծեծել էին, էլի չեմ հիշում, թե կոնկրետ որ թվականին, որ ամսաթվին, օրվա որ ժամին դա տեղի ունեցել, չեմ հիշում այդ տարին նահանջեր թե չէ, բայց հիշում եմ հստակ, որ նման դեպքեր տեղի ունեցել։ Դա գալիս եւ ազգային ժողովի ամբիոնից այդին հակասում չպետք է արդեն դետալներ հա, հստակ եսեք, որտեղ հարցեր են հնչում, ձեզ ասում են որտեղից այդ ինֆորմացիան ձեզ։ Չէ, չեն հնչում նմանատիպ հարցեր կամ եթե հնչում են այդ հարցեր, դե ես էլ ասում եմ ձեզ, չէ, չեմ հիշում մանրամասները։ Ներկայացնեք առաջիկա։ Չգիտեմ կներկայացնեմ, թե չեմ ներկայացնեմ։ Դե գուցե այն մի դեպքն էլ չի եղել, գուցե Պողոս Պողոսյանն էլ չի սպանվել Զուգարանում, գուցե ազգային ժողովի բակում Լևոն Քոչարյանի օգնականի կողմից ձեր գործընկերն էլ չի ծեծվել, պարոն Կիրակոսյան։ Դե հիմա կներեք, բայց չէ, ընդհանուր գործողությունների պատեռնը Քոչարյան ընտանիքի որևիցե պետական պաշտոն զբաղեցրած ներկայացուցիչների այնպիսինն է, որ միանշանակ եղել է նման միջադեպ։ Բայց դուք չեք հիշում,
Ոչ թվականը, ոչ իրադարձությունը, ոչ վայրը։ Ինչպես եւ նորից եմ ասում, չեմ կներեք անկեղծ որ ասեմ Պողոս Պողոսյանի սպանության օրինակ ամիսն էլ չեմ հիշում, կներեք, խնդրեմ, այլ հարցեր։ Մեկ հարց է, մեր քանի որ այսօր գնվեց, որ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Կրղստան, Յադամոյի կառավարական խորհրդի նիստին մասնակցելու, դուք որևէ տեղեկություն ունեք Նիկոլ Փաշինյանը ի վերջո այդ նիստի ժամանակ ռուսական սահմանափակումների թեման բարձրաձայնելու եւ փորձելու այնակ Ռուսաստանի վարչապետի հետ մեր գյուղացիների արտահանման կապված այդ խնդիրները լուծել երկեր գտնենք այդ Կոնկրետ նիստի օրակարգի հետ կապված տեղեկություններ չունեմ, բայց կարող եմ միանշանակ ասել, որ կառավարությունը եւ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն ամեն ջան գործադրելու են այդ ուղղությամբ։ Ամփոփելով խորհրդարանական աշխատանքի մի քանի օրերը պարոն Ալեքսանդրյանց հետ տպավորությամբ, խորհրդարանական ընդդիմությունը այս խորհրդարանում ինչ որակարգով է հաշվի առնենք այն մեսիջները, այն շեշտադրումները, որոնք ընտրել են նրանց ելույթներում մարտի 1 եւ այլն։ Դե առնվազն առաջին օրվանից իսկ փորձեցին հասկանալ, թե ինչ ազգություններ է մոտիկից տեսել Ռուբեն Ռուբինյանը, հետո արդեն ամեն ինչ կարծես մնացած օրերի համար կարծես ինչ որ առանձնահատուկ պլանավորում չունեին ու հիմա բաց նավարկության մեջ է ընդդիմությունը, առանձնապես չեմ հասկանում, թե ինչ օրակարգ են հետապնդում։ Բացի հիմնական նշանակողության օրակարգը, որի մասին Ես չեմ կարծում այդ օրակարգի ուղղությամբ էլ ինչ որ առնվազն ոչինչ չեմ տեսնում, ես ձեզ որ անկեղծ ասեմ։ Ոչինչ չեմ տեսնում։ Չգիտեմ, բայց դուք իմ գնահատականն եմ ասում, ոչ մի բան այդ ուղղությամբ էլ առանձնապես չեմ տեսնում։